Ու հայր ջան, ֆիքսեք մեր շատ կարևոր բան, երբ ես ասում եմ վերածննդի շարժում, հեղափոխություն, ես չեմ խոսում հերթական ճակերտավոր ճգնաժամային միտինգների մասին։ Ես նկատի չունեմ հանրային ֆիթնես մարզումներն ու քաղաքական տուրիզմը, տուպը հարցազրույցներ ու հետնել ձեռի հետ համերգային շոուներ։ Լույսի բանակի առաջարկած վերածննդի շարժումը դա ռազմավարական ծրագիր է։ Դա Լույսի բանակին միացած ինքնակազմակերպված ժողովուրդ է, սեփական ինֆորմացիոն դաշտով, սեփական մտածողության նոր կոդով ու սեփական անվտանգային, տնտեսական, քաղաքական ու մշակութային տեսլականով, որն էլ հանդիսանալու է հիմք, որ գրանցենք արդյունք, ոչ թե երգենք, աղոթենք ու գնանք տներով։ Վերածննդի շարժումը այն է, որ հայազգին տալիս է հնարավորություն հրաժարվել սահմանափակ ու պարտադրողական ընտրություններում ընտրողի դերից ու վերադարձնել իրան այս երկրի տիրոջ դերը։ Քանի դեռ դուք դες տենում եք որպես շարքային ընտրողներ, դուք չեք կարա ապրեք որպես լիիրավ քաղաքացիներ։ Դուք ձեզ դատապարտում եք լինել այն նույն հիասթափված բազմությունը, որ ամեն 5 տարին մեկ ասում է, այս անգամ էլ չստացվավ։